Ազգային ժողովրդավարական բևերի լոբիստական գործունեությունը պետք է դիտարկել ոչ թե դասական քաղաքական լոբինգի, այլ պետական եւ քաղաքակրթական ինքնապաշտպանության տրամաբանության մեջ։ Վերջին 1 տարվա ընթացքում բևերի լոբիստական գործունեությունը դուրս է եկել սովորական քաղաքական շփումների շրջանակից եւ դարձել է համակարգված միջազգային աշխատանք։ Սա լոբինգ է պետության ինքնության եւ գոյության համար։ Այն պահին, երբ Հայաստանի ներսում գործող ռեժիմը արտաքին աշխարհին ներկայացնում է ճակերտավոր խաղաղության դարաշրջան, կայունություն եւ նոր իրականություն, բևերը միջազգային հարթակներում ներկայացնում է իրական պատկերը։ Պարտության կառավարում, անվտանգության քայքայում, ազգային եւ հոգեվոր ինքնության թիրախավորում։ 2025 թվականի հունվարին բևերի պատվիրակությունը Վաշինգտոնում մեկնարկեց բարձր մակարդակի հանդիպումների շարք ԱՄՆ կոնգրեսի անդամների, Սենատի մասնագիտական անձնակազմի եւ նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում էին Ադրբեջանի շարունակվող սպառնալիքները, Հայաստանի նկատմամբ հնարավոր նոր հարձակումները եւ Փաշինյանի վարչակարգի անկարողությունը պաշտպանելու երկրի անվտանգությունը։ Բևերի ուղերձը հստակ էր։ Հայաստանի ճգնաժամը միայն արտաքին չէ։ Այն խորանում է ներսում իրականացվում այն քաղաքականության պատճառով, որը Հայաստանը դարձնում է կախյալ եւ խոցելի։ Այս աշխատանքը շարունակվեց Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում։ Հանդիպումներ տեղի ունեցան համայնքների պալատի եւ լորդերի պալատի անդամների, իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչների, փորձագիտական կենտրոնների եւ ազդեցիկ մեդիա շրջանակների հետ։ Բարձրացվեցին Արցախի հայության բռնի տեղահանության հետևանքները, Հայաստանի պաշտպանության եւ տնտեսության նկատմամբ արտաքին վերահսկողության խորացումը, ինչպես նաեւ գործող ռեժիմի քաղաքական փակուղին։ Բևերի լոբիստական գործունեությունը բարձր մակարդակ ստացավ նաեւ ժողովրդավարության միջազգային միության շրջանակներում։ Բրյուսելում եւ Վաշինգտոնում կայացած համաժողովներին բևերը դարձավ այդ հարթակին հրավիրված առաջին հայկական քաղաքական ուժը, հանդիպումներ ունենալով տասնյակ երկրների ազդեցիկ քաղաքական առաջնորդների հետ։ Այս հարթակներում հնչեց մեկ առանցքային թեզ. Հայաստանը պարզապես փոքր երկիր չէ։ Այն քաղաքակրթական սահման է եւ դրա թուլացումը վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար։ Բևերի լոբիստական աշխատանքի ամենազգայուն եւ սկզբունքային ուղղություններից մեկը եղել է քրիստոնեության եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգայնացումը։ Այն պահին, երբ Փաշինյանի վարչակարգը ներսում սկսեց համակարգված հարձակումներ եկեղեցու հոգեվորականների եւ հավատքի դեմ, բևերը այդ գործընթացը դուրս բերեց միջազգային դաշտ։ Վաշինգտոնում եւ այլ կենտրոններում կազմակերպվեցին հանդիպումներ եւ լսումներ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի եւ քաղաքական շրջանակների մասնակցությամբ։ Միջազգային գործընկերներին ներկայացվեց հստակ պատկեր. Հայաստանում տեղի ունեցողը հոգեվոր պատերազմ է։ Այս աշխատանքի կարևոր հանգրվան դարձավ նաեւ այն, որ բևերի լոբիստական գործունեությունը ստացավ նոր հովանավորություն։ Հայրենասեր նվիրատուի աջակցությամբ լոբիստական աշխատանքը հնգապատկվեց։ Ընդլայնվեցին հանդիպումների ծավալները, ուժեղացվեց ներկայությունը Վաշինգտոնում եւ Լոնդոնում։ Ազգային ժողովրդավարական բևերի լոբիստական գործունեությունը չի սահմանափակվել փակ հանդիպումներով։ Այն հետևողականորեն տեղափոխվել է նաեւ միջազգային մեդիա եւ հանրային հարթակներ, որտեղ ձևավորվում են քաղաքական օրակարգերն ու ընկալումները։ Վերջին տարվա ընթացքում բևերը հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում եւ վերլուծական հարթակներում բարձրացրել է այն թեմաները, որոնք Հայաստանի ներսում փորձ է արվում լրացնել։ Հրապարակումներ են եղել Արցախի հարցի փակված չլինելու մասին, Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ, Հայաստանում քրիստոնեության դեմ ուղղված գործընթացների, հայ առաքելական եկեղեցու եւ հոգեվորականների նկատմամբ ճնշումների, ինչպես նաեւ այլախոհների եւ ընդդիմադիր ձայների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին։ Այս հրապարակումները կառուցված են եղել փաստերի եւ քաղաքական վերլուծության վրա, այն լեզվով, որը հասկանալի է միջազգային մամուլին եւ որոշում կայացնողներին։ Դրա նպատակը պարզ էր՝ ցույց տալ, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական վեճ չէ, այլ մարդու իրավունքների, կրոնական ազատության եւ քաղաքակրթական ինքնության խնդիր։ Բևերը միջազգային գործընկերներին փոխանցում է մի պարզ, բայց սկզբունքային ուղերձ։ Հայաստանում կա այլ քաղաքական սուբյեկտ, այլ արժեքային համակարգ, այլ տեսլական։ Եվ հենց դրա համար է, որ այս լոբիստական գործունեությունը վտանգավոր է գործող ռեժիմի համար։ Այն քանդում է կեղծ պատմությունները, բացահայտում արտաքին թելադրանքը եւ միջազգային օրակարգում
պահում է մի ճշմարտություն. Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն հանձնվում։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ քո մասնակցությամբ մերժիր ինքնության քայքայումը։